Ողջույն, ոնց եք լավ եք։ Շորջան մազերես ներկում եմ։ Արդեն կոսկոսներ ենք էլ վատ է, որ սովոր ենք ներկելու, հենց մի փոքր արդեն աճում են բնականի հետ ներկածը արդեն չի սազում, ավելի քիչ է ցույց տալիս, ավելի վատ է տեսքը, այդ իսկ պատճառով սիրելիներս համել դե սպիտակներ են եկել։ Որոշեցի ներկել։ Շաբաթ օր է տանից ուզում էի դուրս գայի, բայց հետո մտածեցի, որ ավելի լավ է այսօր մի քիչ հանգստանամ, ֆիլմ դիտեմ տանը, երկար ժամանակ էր ուզում էի այս ֆիլմը նայեի, չէր ստացվում։ Ֆրանսիային տարբերակով էի ուզում որ նայեի, բայց չգտանք, չկարողացա գտնել Netflix-ում, ռուսերեն տարբերակով նայեցի, կարող եք նայել, կարծում եմ կարող է շատերը դիտած ըլնեք, ուրեմն ֆիլմ է, իրադարձությունները կատարվում են 1957 թվականին Քրիստիան Դիորի հետ կապված, այդ մոդայի տան իր մասին ես կարծեմ տեսանյութում մի քանի առաջ պատմել եմ Քրիստիան Դիորի մասին եւ հիմա այս հետաքրքիր պատմության հեղինակը մի խոսքով կնայեք վերնագիրն ասում եմ Միսիս Հարիսը կամ Խարիսը ռուսերեն տարբերակով եթե կնայեք գնում է Փարիզ անգլերեն տարբերակով ոնց է էլի Miss Harry go to Paris ուրեմն կնայեք շատ հետաքրքիր թույլ թեթև 2 ժամ մոտավորապես տևեց ֆիլմ նայեցի առավոտյան նախաճաշ Բավականին երկար ժամանակ փանքեյք չէի պատրաստել եւ բնականաբար Կարենի պատվերով առավոտյան փանքեյք, սա իր նախաճաշն է, իսկ իմ նախաճաշը հնդկաձավարով փլավ կարելի ասել, խաշած հնդկաձավար վրան ավելացրել եմ ձիթապտղի յուղ, լոլիկ եւ այս չորահացը։ Ճաշը մոռացա նկարեմ, բայց ճաշն էլ վասակի փաթիլներով էլի շիլայի պատրաստել, կիվիով կերա Եվ ձու էի խաշը, այդպես առանց ինչ-որ բաների, շիլան ձիթապտղի յուղով, եփելուց հետո այդպես սառը յուղը լցրեցի։ Մի խոսքով տան մի քիչ գործ, աղբը նոր տարաթափեցի հետ եկա, լվացք, արդեն հավաքել եմ, երկրորդն եմ փարել, հոչա աղջիկ եմ։ Բայ ժողովուրդ ջան, հիմա ներկեմ Բայց մի քիչ կոսկոսներ ենք կարողա ներկելուց հետո կտրեմ էլ, չգիտեմ, տեսնեմ։ Մի խոսքով, այսպիսի օր եմ ունեցել, կարևոր բաներից մեկն այն է, որ Բեյրութ խոսեցի բարեկամուս հետ, եմ որ ասում էի, որ աքույր ունեմ, եթե հիշում եք, եթե արդեն դուք գիտեք իմ մշտական հետևորդն է, փնտրում էի, որ աքրոջս գտել եմ, Եվ հիմա կապի մեջ եմ նաև աղջկա հետ, ով ապրում է Բեյրութում, և շատ անհանգիստ է ես Բեյրութում կատարվող դեպքերի հետ կապված։ Փաստորեն քրիստոնյաների տարածքը այդ ծովին մոտ չէ, իսկ այդ բաները տեղի են ունենում հենց ծովին մոտիկ այդ տարածքներում, այսինքն հարավի շրջանում իրենք կենտրոնական հատվածում են։ Իհարկե վտանգավոր է, իհարկե վախենալու է, Դպրոցները օնլայն են անցնում, ասում է, որովհետև շատ գաղթականներ կան դպրոցներում, պետական այդ կառույցներում տեղավորված, հետն էլ ասում է մեղք են իրանց Ռամադանը ամբողջ օր ծովյափի մի դոշակ գցած ընտանիքներով նստած են լինում, սոված, ծարավ, մի խոսքով շատ վատ իրավիճակ է, օդանավակայանի այդ մասը ասում է չկա, մենակ այդ միջերկրականի թռիչքներն են տեղի ունենում, մյուսները չկան Եվ ես մի բան ասեմ շատ եմ զարմանում, որ հիմա այս պահին, քանի որ մի խումբ կա Facebook-ում, այդտեղ եմ վարդում, որ հայերը առանց վախենալու, շատ համարձակ ձևով իրենց ճամփորդությունները կատարում են։ Շատերը մնացել են Դուբայում, Աբու Դաբիում, մի խոսքով Օման, ուր ասես որ գնում են հայերը հիմա, շատ տեղեր են գնում եւ այդպես համարձակ գնում են, որ չես կարող ասել պատերազմ է շուրջը, մի հատ թեք սխալ բան եկավ, անօթաչու եկավ, պատկերացնում եք, համարձակ գնում են։ Ինչև է դա Աստված շուտ ավարտվի, ամեն մեկի գործերը հետ չնվեն, մարդիկ երազել են, էդ էլ եմ հասկանում,
քանի ամիս առաջ գնել են տոմսեր, փաթեթներ են գնել, հիմա շատ է տարածված Հայաստանում, տուրիստական գործակալությունները սնկի պես աճում են օրից օր եւ բնականաբար մատչելի ասել ձեզ, քան այստեղից որ մենք փորձում ենք որևէ տեղ գնալ, այստեղ շատ է թանկ։ Նույնիսկ այն տարին, որ մենք Իտալիա գնացինք, Հայաստանից էինք վերցրել։ Բա ժողով ջան, այսպիսի բաներ, մտահոգություններ, սա է կապված, այս չեմ էլ ուզում անում տալ պատերազմի հետ, որ ինձ շատ է անհանգստացում, ինձ անհանգստացում է մարդկանց իրավիճակը, ժողով ուսնենք դու ժողով միշտ, այս անգամ եւս։ Այսպես, հիմա ես էլ գործեր եմ արել, վերջացրել եմ, մազերս ներքև վերջացնել եմ, դե արդեն որ շաբաթը գալիս է, պարզ է, նաև հարդարման հետ կապված, պետք է, Կարեն է եկավ, երեկոյան ընտրիք ժամը, ընտրից գորումա, ես արագ ներքև, հետո տեսնեմ ինչ եմ անում կերակրեմ, մեր ուտելու ժամնել է, 7:30 է, թեթև ընտրիք ենք անելու արդեն, երևի կաթնաշոր, միայն ես կաթնաշոր առանց թթվասերի, տեսնեմ Կարենի ինչ է ուզում, ինքն էլ ուզում թեթև ինչ-որ բան ուտի, միրգ ենք կերել արդեն խորտիկ, որպես այդ ժամին, խորտիկի ժամին, այսպես ասեմ, գուտերի, և արդեն որոշել բրոկոլի տապակեի, իհարկերի ցիթապտղի հյուրով, բայց երևի դա թողնեմ վաղը, հիմա տեսնեմ ինչ եմ անում։ Այսքան բան ժողով ջան, եղանակը արտակարգ է, ամեն ուրեք սուրտ է, մեզ մոտ թակ է, մի շաբաթվանից մեզ մոտ է կծրտի, բայց դե արդեն 13-12 աստիճան կդառնա, որը որ էլի մեզ համար տակ է, արդեն մասնագետ ենք դարել մազներ կերու, 35 տարեկանից եմ, երկու մազերը սպասեք հիշեմ 96 թվից, 96 թվին քանի տարեկան եմ եղել, 96, չէ, ավելի շուտ եմ ներքև ոնց որ, 31 տարեկանից, 32, հա, 96-7 էլի հաստատ թիվը չեմ հիշում, բայց այդ տարիներից, 32-ից հա կարծեմ տեղատանն էի աշխատում, ներկում էի, գնացել էի ներք էի առնում, դե որ նոր ես ներքեից բան չես հասկանում, ծանոթ աղջիկ կար, ընկերուհուս հորաքրոջ աղջիկներ, հարևանուհի ընկերուհիս, երևի լսում է։ Ես իմ ինչ ներք էր տվել, ես թե խամ ներկում ենք, մազերը շուտ են սպիտակ է, իմ մազերի գույնն է ուզում անեի, նայց ներք էր տվել, արևիտակ ոնց որ կարմիրն էր, փայլն էր, ես էլ չեմ տեսել, որ արևիտակ փայլն է, հենց մայիսներ է, բանի շքերթի օրերն էր, տվելին էր, ոնց որ տոնական օր, որ դպրոց չմտա, գործի եմ գնում, վայ, ես ինչ եմ ազել, տես ինչ գույն ես նեկել, լույսի տակ որ չնայեցի, ժողջան արևիտակ, ինչ գույն էր, մի անգամից այդ օրը գնացինք նորից ներկելու, Անու ջան, կարծեմ մազերս դու ես չէ, ներքի առաջին ինչքան որ հիշում եմ հավեկը գրես։ Վերջեցեք ժողով ջան, կամաց արդեն հունի մեջ ընգա, այդ տարիներին էլ մազերի կտրում, դե հիմա ես իմ մազերը կտրում եմ, հիմա էլ եմ կտրում։ Էլ մազ կտրել, էլ մազ ներքել, ամեն մասնագիտություն ձեռք բերեցինք, ամեն ինչ։ Էլ գործել, էլ ասեղնագործել, մի խոսքով։ Դժվար տարիներ էին, բայց մտերմիկ մարդկանց համար հաճելի շփման տարիներ էին։ Ահա։ Ու բաց եմ թողում, որևէ բանով չեմ փակում, որ նոր էի սկսել փակում էին, բայց ինքը շատ է տաքացնում, այդ բերեկիսը վառում է մազերը։ Հիմա այսպես թթվածնի այդ օդի ավելի շփման մեջ է մտնում, քիմիական ռեակցիան ավելի արագ է լինում և շուտ ներքում է, այսքան է, ժողով ջան, ես էլ ես, արա գործի անցնեմ կես ժամ, հետո պիտի արդեն լվանամ մազերս, կհանդիպենք հետո լվանալուց հետո առայժմ, դե տեսեք ժողով ջան մազերս,
ինչ գույն է ստացվել, իհարկե ընթացքում ամեն լվանալու ժամանակ գույնը փոխվում է, բացվում է, բայց թարմություն եկավ, մազերս ավելի փափկեց, լավացավ, ճիշտ է ներկելուց հետո մազերի դիմակ եմ դնում, բայց իր մեջ լցվող այդ միշտ ցույց եմ տվել յուղը, կաթիլները որ լցնում եմ, ներկելը հեշտ է ստացվում եւ համ երկար է մնում, համ ինքը փափկացում է մազերը, չի վնասում, էլի։ Ամենայն դեպս արդեն երկար տարիներ այդպես եմ անում։ Կոնկրետ վնասված չեմ, որ Վարշավիրանոց էլ գնում եմ, շատերի մազերի ծայրերը վնասված են, չէ, ջուղավորված կամ ինչ-որ չորացած։ Իմ մոտ այդ խնդիրը չկա, իմ մոտ ուղղակի ինչ-որ խնդիր կար ժամանակին, ու այդ ձև թափվեց, հետո արդեն երկար վերականգնողական բաներ շատ արեցի, մինչև հիմա էլ անում եմ, բայց արդեն չի թափվում, բայց այն թափվածը դե բնականաբար չի վերականգնում, նաև տարիքի հետ կապված երևի օդի, ջրի, հատկապես Ֆրանսիայի ջուրը ահավոր վատն է, ում տեսնում եմ, ում հետ խոսում եմ, շատ վատ են արտահայտվում ջրի մասին, հատկապես մազերի թափվելը, որ շատերի մոտ կա, տարիքը արդեն նշանակություն չունի։ Այնպես որ կրային այդ ջուրը շատ վատ է, հետո էլ դե մարդիկ ստրեսներ են տանում, ես էլ դե նես չի որ ստրեսներ չեմ տարել, հենց դրա հետ կապված էլ երևի առաջանում է։ Չնայած այդքան հետևելուն, այդքան բաներ անելուն, ոչ միայն արտաքին դիմակներ, այլ ներքին, բավականին, երկար տարիներ, այդպես տեր եմ եղել էլ, իմիս տեղ եմ գնում եմ դերմատոլոգի մոտ, մի 2 կուրս մեզոթերապիա է արել, մի խոսքով։ Դեղերն էլ, որ այն ժամանակ չեմ խմել, օրինակ տես, եթե տարիներ առաջ որ թափվելը սկսվել էր, չնայած չեմ նկատել, որ թափվում է, հետո եմ նկատել, զգուշացրել են, ասում են մազերը ոնց որ քիչ ասացելի զարմացա, էլի։ Չնայած ասեմ ձեզ, իմ մազերը երբեք այդքան շատ հաստ մազեր չի եղել ու ոչ էլ շատ մազեր է եղել։ Միշտ էլ այսպես ռուսի, բարակ, այդ կարգի մազեր եմ ունեցել։ Այնպես չի որ ակնառու տարբերություն ա եղել, էլի։ Ուղղակի դե պարզա։ Կորուստի դեպքում նկատվում է քիչությունը։ Ամեն դեպքում դա չէի ուզում ասել, բայց խորացա։ Կարինը որ եկավ, մտածեցի, որ երևի ուզում է ճաշել, բայց չէ, ինքն էլ ա փորձում մի արել, բայց քաղցրը չվերացնել եւ ասում ա կամ փող ինձ պատրաստի կամ հալվա, դե փող ինձ չունեի ճիշտ ասած, վերջինը պատրաստեցի տրնդեսի ժամանակ, եթե կհիշեք տեսանյութի վերջում, այդպես սիրուն մատուցման ձևով նկարել էի։ Հիմա ասեցի չէ, փող ինձ չէ, բայց լավ խոստանում եմ հալվա պատրաստեցի, հելը տեսեք։ Տեսեք ինչքան արագ պատրաստեցի, խոստացել էի, մինչև մազերիս ժամանակը կլրանար, ես պատրաստեցի հալվա, իդեպ այս անգամ նաև ձեթով և կարագով պատրաստեցի։ Փոքր ափսեն էի նախատեսել իր համար, որ այդ պայնուտի, բայց չէ, դա էլ կերավ և այստեղից այս հատվածն էլ քաղցրակեր է, քաղցրասեր է, անչափ, քաղցրը չկերավ, ինքը իր տեղը չի գտնում։ Ես նույնիսկ սենց փշուր չեմ կերել, համտես չեմ եղել, որովհետև արդեն գիտեք, ասել եմ խիստ դիետա եմ անցնում։ Հիմա էլ ճիշտ ասած մտածում եմ երեկո է արժե մի հատ նարինջ ուտել, թե չուտել, տատանվում եմ, որովհետև ստամոքսը շատ սովածել պետք չէ մնալ։ Կամ էլ երևի կիվին ամեն դեպքում C վիտամին է ավելի շատ, քան նարինջը։ Պետք է C վիտամին էլ այս ընթացքում շատ օգտագործեմ, հենց ընդհանուր տեսողության համար, C վիտամինը շատ լավ է անոթների ամրության համար, ըստ երևույթին իմ մոտ նորից թուլացել է, իրոք C վիտամին անտեսել էի, օմեգա 3-ի վրա է կենտրոնացել, հիմա C վիտամինը կշատացնենք, որովհետև մի ժամանակ, որ այդ խնդիրը կար, այդ աչքիս որ տենց առաջացավ, դե իմ վատ տարիներն էին, կիվի չկար նորեր, բանանի մեջ կա C վիտամին, ասում էին օրը, մեկ էլ կիտրոն, օրը մեկ կիտրոն գոնե պիտի ուտես և ուտում էի ժողովուրդ ջան, հիմա ասում եմ բան եմ լինում, և կիտրոնի վրա աղ էի անում, այդ թթվայնությունը կոտրում էր ու հավեսով ուտում էի, ինքան էի նիհարել այդ ընթացքում, չեք պատկերացնի։ Վերջը, հիմա տեսեք ինչ եմ պատմում, ու արդեն վաղը երևի թե ընկերուս հետ հանդիպենք կիրակին անցկացնենք էլի։ Աշխարհահռչակ
օպերային երգիչ Էնրիկո Կարուզոյի մասին եմ ուզում պատմել, մի հետաքրքիր պատմություն կա։ Դե գիտեք 1921-ին է կարծեմ մահացել։ Մի խոսքով Իտալիան բավականին լավ օպերային երգիչներ է տվել հանրահայտ աշխարհին հայտնի։ Գնում է բանկ, ուզում է իր այդ չեկով գումար ստանա, բայց մոռացել է վերցնի իր անձը հաստատող փաստաթուղթ։ Ասում են, որ ինքը բավականին մտամոլոր մոռացկոտ մարդ է եղել եւ շատ անգամներ ինքը նույնիսկ իր շանն է մոռացել կայանում կամ ինչ որ դուրն է բաց թողել, ժամացույցն է միտեղ թողել։ Մի խոսքով ցրված էսպես մոռացկոտ մարդ է եղել։ Դե հիմա որ էպիսին էլ չլիներ մարդ կա, որ ցրված չի, բայց պահի տակ բան է մոռանում։ Ամեն դեպքում ինքը որպես այդպեսին հայտնի է եղել։ Եվ բանկում ցույց է տալիս, որ ինքը բավականին մեծ գումար պիտի հանի, ստանա, ասում են փաստաթուղթ ներկայացրեք, ասում են ոնց ես Էնրիկե Կարուզոն եմ, դե ասում են ինչպես հասկանանք համոզված լինենք, որ դու ես էլի, չէ, գնացեք, բերեք ձեր անձը հաստատող փաստաթուղթը, խեղճ մարդը ժամանակ չի ունենում, շտապելիս է լինում եւ խնդրում է որ տան, բայց գանձապահն ասում է, ախր ես ձեզ չեմ ճանաչում, ոնց կապացուցեք, որ դուք հենց ինքն եք։ Եվ այդտեղ դահլիճ է լինում, դե այն ժամանակվա շինությունները ուրիշ կարգի են լինում, հիմա կասեմ ինչ, խոսքս չընդհատեմ։ Եվ ինքը սկսում է երգել, ասում ակուստիկան էլ այդտեղի շատ լավ է եւ ձայնը լավ արձագանքում է, արտակարգ համերգ է ունենում այդ բանկի աշխատակիցների համար եւ գումարը ստանում է դուրս է գալիս, որ մեքենա նստի, վարորդին ասում է քրտինքը մաքրելով էսպես, ասում է երգեցի, կյանքիս մեջ Պետրո ջան, երբեք այսքան հուզված չի երգել, ինչ որ այսօր այսքան հուզվեցի, պատասխանատվություն էր էլի, որ արդյոք լավ կերգեմ, իսկ կհավատամ, որ ես հենց այդ մարդն եմ, թե չի ասում, դեռ այսքան ջանք չէի գործադրել այս երգելուց վրա։ Վերջերս էլ այդ փոքրիկ պատմությունը հանրահայտ այդ երգչի մասին, իսկ որ ասում եմ ակուստիկայի հետ կապված, ուրեմն հին շինություններում այդ ժամանակվա էլի, նույնիսկ հիվանդանոցներում, նմանատիպ շենքերում նախատեսված է եղել աղոթքի տեղեր, յուրաքանչյուր հիմա պահպանված կամ, եթե դուք գնաք էքսկուրսիա, նման շենքերում կա, որոնք հիմա վերենացվել ենթադրենք հյուրանոցների, բայց իրենք պահպանել են այդ հատվածները, դե ժառանգություններ են Եվրոպայում պահում են, էլի։ Այդ հատվածը արդեն այդպես, որ գմբեթաձև, սիրուն սարքած է եղել, բնականաբար հենց ակուստիկա էլ լավ է եղել, կարծում եմ, որ հենց նման տեղում է, որովհետև ասում է դահլիճը, չեմ կարծում, որ դահլիճ մեծ եղած լինի, էլի, հենց երևի դահլիճ ասվածը այդ հատվածն է, որտեղ որ ձայնն է լավ արձագանքել է։ Եվ Օվացիայով անձը փաստորեն հավանություն են տվել, նա իրեն ներկայացրել է։ Ես էլ ես մի փոքրիկ հետաքրքիր պատմությունը սիրելիներս, դե այս պահի համար այսքանը, լավ մնացեք ինձ հետ, կհանդիպենք վաղը։ Սիրելի հետևորդներ, այսօր Կիրակի է եւ ես ինքերուս հետ եկել եմ Կիրույս նկարելուց ընկա եկել ենք Ռումե քաղաք ժողովուրդ ջան, այստեղ լողավազան թանգարան կա նայելու Ուրեմն մարտի 8-ն է, ուզում եմ բոլորիդ մարտի 8-ը շնորհավորել բոլորիդ կանացի երջանկություն եւ միշտ ասում եմ, միշտ իրավունքները ձեր պահպանեք սիրելիներս, տեր եղեք ձեր իրավունքներին, մի օրով չի պայմանավորված մարտի 8-ի այս տոնը ծաղիկ նվիրելով, չնայած ես ծաղիկ եմ ստացել, տանը ցույց կտամ, ինչևէ սիրելիներս, մենք ազատ ենք, մեր իրավունքները այսպես ենք Չէ, պահպանում, երկուսով եկել ենք։ Ու վայելում ենք մեր օրը։
Այո, վայելում ենք մեր օրը։ Այս է իսկական ուրախ եւ տոնական մարտի 8-ը։ Դե ինչ գնացինք նայելու հերթ է գոյանում, հետ չմնանք։ Առայժմ կհանդիպենք։ Նախկինում լողավազան է եղել եւ արդեն երկար տարիներ վերածվել մի հրաշալի արվեստի կենտրոնի, որտեղ կարող են գտնել բազմաթիվ տիպի աշխատանքներ։ Եթե ուշադիր եք եղել նախորդ իմ տեսանյութում, թանգարանում քանդակների մոտ նման փոքր չափերի արձանիկներ կամ փոքրիկ քանդակներ չկային։ Այստեղ սա ինձ ուշադրություն գրավեց եւ հաճելի էր նաեւ տեսնել բազմաթիվ քանդակների փոքր չափերը նաեւ, որոնք մեր քաղաքում էին տեղադրված։ Այսինքն նմանատիպ քանդակներ տարբեր տեղեր տեղադրված են Լիլում եւ Լիլի տարածաշրջանում։ Շատ հետաքրքիր է այստեղ, եթե երբևէ չեք եղել, կարող եք այցելել այստեղ եւ հետաքրքիր էր նաեւ, որ կենդանիների հետ կապված քանդակներն էին այստեղ շատ, ճիշտ է, չափերով փոքր էին, բայց շատ գեղեցիկ էին։ Եվ ահա նաեւ այստեղ էր որսորդ Դիանան։ Ահա, տեսեք ինչ ձևով են քանդակ է։ Իսկ սա արդեն անմիջապես հեռվից գրավեց Օգյուստ Ռոդենի քանդակը։ Եվ այս հատվածում միայն կիսանդրիներ էին։ Հիմա շրջեմ եւ տեսեք, թե ինչ հետաքրքիր էր այստեղ ձևավորած քանդակների բաժինը։ Առաջին հարկում է, այստեղ ցույց է տալիս, որ Լեդի Վիկտորիա Սոքվիլի քանդակն է։ Տեսեք ժողովուրդ ջան, միայն կարելի ասել գլուխներն է կիսանդրի, նույնիսկ կիսանդրի էլ չէ։ Ահա, տեսեք, ինչքան հետաքրքիր է, չէ։ Ես ասել եմ բազմիցս, որ ինձ դուր է գալիս քանդակագործությունը, նայենք տեսնենք ով է այս կինը, Մարի Ռոզ Ժանոն է։ Մի խոսքով հիմա մենք հեռախոսներով նկարում ենք, մեզ նախկինում քանդակել են մարդկանց հայտնիներին հատկապես եւ նկարել են։ Նրանց այդ հիշատակը մինչ օրս բոլոր թանգարաններում դրված են եւ մենք սիրով նայում ենք։ Կարծում եմ մեր ֆոտոնկարները այսքան երկար կյանք չեն էլ ունենա։ Այստեղ էլ նորից փոքրիկ արձանիկներ բազմաթիվ եւ շատ սիրուն։ Ահա, կերամիկայից պատրաստված։ Առաջ անցնենք եւ այս հատվածը պատմական տարածք է։ Այս տարածաշրջանում ապրող գործող քանդակագործի սա ատելյեն է, արվեստանոցը Հենրի Բուշարի, ով գործել է 1875-ից մինչև 1960 թվականներ։ Եվ տեսեք, թե ինչպիսին է եղել նրա քանդակագործության արարելու տեղը։ Բոլորն էլ ունեցել են իրենց արվեստանոցները եւ այն մեծ աջ կողմի, տեսեք, տախտակի այդ հատվածը շատ զարմացրեց, վերևից կապած է շատ բարձր։ Տեսեք, թե նաեւ չափիչ ինչ գործիքներ են եղել եւ ընդհանրապես գործիքներն էր բոլոր տեղադրած, թե ինչպես են իրենք աշխատել։ Զարմանալի է ու շատ գեղեցիկ։ Սա էլ հենց այդ լողավազանի հատվածն է, որը մինչև օրս պահպանել է հին տեսքը եւ այստեղ ջուր է լցված եւ կարծում եմ նմանատիպ թանգարան դուք հաստատ չեք տեսել։ Ես էլի եմ եղել, տեսեք, իրենք այսպիսի գունավոր թղթեր են տալիս, կպցնում ենք, չգիտեմ ինչու են այսպես տալիս, եւ սա էլ Բոդլերի քանդակն է, էլի հիացանք, տեսեք, անգամ ճարմանդը կոշիկների այնպես է պատրաստված, կարծես թե իրական լինի։ Սա էլ ես եմ չստացված, էլի կարճ տևեց։ Եվ նորից այս գարուն աղջիկը, տեսեք, ինչքան կանչող է, հենց այսօրվա մարտի 8-ի գարնան նման մոտիվներով։ Դե բնականաբար տեսեք ինչպես են ապրել հարուստները եւ ամեն անգամ նման գեղեցիկ շրջազգեստներ որ տեսնում եմ, ինձ պատկերացնում եմ այդ դարում իբր ես էլ եմ հագել։ Եվ այստեղ շատ կային նաև մանկական
նկարներ, որը էլի գրավիչ էր։ Սա էլ երկրորդ հարկն ենք բարձացել, այստեղ էլ արդեն առանձին հագուստներ են տեղադրված եւ գեղեցիկ սպասքներ։ Կարճ ասած, շատ հրաշալի է, հատկապես վերևից, երբ որ նայում ենք։ Իսկ այս քանդակն է ցույց է տալիս, թե ինչքան աղտոտված է մթնոլորտը եւ ամենօրյա մենք թունավորում ենք ստանում, որն էլ վտանգավոր է շատ։ Սիրելի հետևորդներ, վայելեցինք այս հրաշալի թանգարանը։ Ամեն ինչ շատ լավ էր, շատ բաներ չնկարեցի, քանի որ գիտեմ, որ այդքան էլ հետաքրքրված չեք։ Եվ ուզում եմ այս լավ օրը, այս տոնական, այս գեղեցիկ օրը ավարտել իմ փոքրիկ տեսանյութը եւ ձեզ մաղթել քաջ առողջություն, երջանկություն, կանացի լիարժեք երջանկություն եմ մաղթում, ոչ ձևական, նվերային, այլ իրական երջանկություն եմ բոլորիդ մաղթում, երկար տարիների կյանք եմ մաղթում։ Տեսեք, Բաքվում ենք հիմա գտնվում, այս հատվածն էլ վայելենք եւ որից հետո էլ գնանք արդեն սրճարան։ Ցտեսություն։ Հիմա մենք գտնվում ենք թանգարանի պարտեզում եւ որից հետո արդեն կգնանք սրճարան եւ արդեն տուն։ Ցտեսություն սիրելիներս, կհանդիպենք։